միջոցներով։ Մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու եկած տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն այցելեց նաեւ Գրիբոյեդով, որտեղ կենտրոնական փողոցի ասֆալտապատումն արդեն ավարտվել էր։ Իսկ Ջրառատի հիմնանորոգված մշակույթի պալատում նկատեց նախկին ավերակների փոխարեն լուսավոր եւ ընդարձակ շինություն է, փորձասենյակներով, մեծ դահլիճով եւ տաքացվող համակարգով, բայց սա Արաքս խոշորացված համայնքի ոչ առաջին, ոչ էլ վերջին մշակույթի շենքն է, որ երկրորդ շնչառություն է ստացել։ Գայ գյուղի մշակույթի տան երկրորդ հարկն ենք բարեկարգ է, Արաքս համայնքի Արաքս բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկն ենք բարեկարգ է եւ Հայկաշեն գյուղի մշակույթի տունն ենք վերանորոգում։ Ունենք 25 թվականի սուբվենցիոն ծրագրով եւս երկու մշակույթի տներ, որ պետքա վերանորոգենք Ակնաշենի եւ ապագա գյուղի մշակույթի տները։ Ջրառատն այն երջանիկ բնակավայրերից է, որտեղ գործում է նաև ծանրամարտի նորակառույց դպրոցն ու վերջերս վերաբացված մանկապարտեզը։ Հիմա էլ նոր դպրոց ու դեպի Լուսագյուղ տանող ճանապարհն է կառուցվում, բայց գյուղի երկաթգծից այն կողմ գտնվող թաղամասերը դեռ թաղված են փոշու մեջ։ Քարուքան եղած ճանապարհի փոսերը ոչ բոլոր վարորդներն են կարողանում հաջողությամբ շրջանցել։ Ախր չեք տեսել, որ տենակ չէ, աման, անտանելի է։ Այն անձրևի, այն բաների օրերին շատ անտանելի վիճակ է յանը, փոշին։ Մենք արդեն այդ նախատեսել ենք, որ 26 թվականին այդ ճանապարհը հիմնանորոգվելու է եւ կապվելու է M3-ը M2-ի հետ։ Երկարությունն էլ 12 կիլոմետր 800 մետր է։ Դա մեր պլաններում արդեն մտածած։ Շինարարությունների որակը ճանապարհային դեպարտամենտի խոշորացույցի տակ է, անորակ կամ շեղումով արված գործերը կմերժվեն, կկառուցվեն նորից, բայց արդեն շինարարական կազմակերպությունների միջոցներով։ Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիան 2025 թվականից լաբորատոր փորձանմուշներ է վերցնում Հայաստանի Հանրապետության նորակառույց ամբողջ ճանապարհներից, լինեն դրանք պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացվող, համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող, թե ամբողջը պետբյուջեի միջոցներով իրականացվող եւ ուզում եմ նաեւ վստահեցնեմ մեր համակարգացիներին, որ վատ որակով արած աշխատանքները չեն ընդունվելու։ 2024 թվականին մեկնարկած աշխատանքներն այս տարի կավարտվեն, իսկ 2025-ի մի շարք ծրագրեր արդեն սկսվել են եւ նոր թափով առաջ են գնում։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։